Բարև սիրելիներս, նախքան վլոգը սկսելը, եթե ձեզ դժվար չէ, գրեք մեկնաբանություններ եւ դրեք ձեր լայքերը, նաեւ մի մոռացեք բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե ձեզ դուր են գալիս, քանի որ YouTube-ը իմ վլոգները առաջ չի տանում եւ շատ մարդիկ բաց են թողում իմ վլոգները, անգամ բաժանորդագրված ինձ մարդիկ, դրա համար կխնդրեի հենց ամենասկզբից ակտիվ լինեք, որպեսզի տարածվեն իմ տեսանյութերը։ Դե, բարի դիտում ձեզ։ Բարև սիրելիներս, մենք դուրս ենք եկել, գնում ենք զբոսանքի, բայց չգիտեմ ուր։ Հիմա ճուտիս կտեղավորի ամուսինս, աշխատանքի մեքենայով ենք գնում ու ես էլ կնստեմ։ Նոր վլոգի սկիզբը թող լինի այսպես։ Բենզալցակայանից յուտ վերցրեցինք, որպեսզի ճանապարհին խմենք։ Ճանապարհին մեկ անձրև էր գալիս, մեկ կտրվում էր, այստեղ էլ մենք բարում ենք ես ու ճուտս։ Իհարկե երաժշտությունը չեմ կարող թողնել, որովհետև YouTube-ը հնարավոր է արգելափակի։ Ամուսնուս աշխատանքի մոտակայքում է այդ հատվածը գտնվում։ Ինքն էր տեսել, որտեղ որ հիմա գնում ենք, դրա համար ինքը մեզ կտանի։ Սա էլ Պարող Սար դպրոցներ, եթե տեսել եք այդ վլոգը, որտեղ սահնակ ենք սահում, այս դպրոցի շրջակայքում էինք սահում։ Ուր ենք եկել։ Հա՞? Ուր ենք եկել, ճուտ։ Պապանա բերել։ Հա? Գնանք լտենանք։ Հակա, որովհետև դեռ սեզոնը չի, արդեն հասկանալի է։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ տեղ ենք եկել։ Առաջին անգամ ենք այստեղ։ Փոքրիկ լճակ է։ Այստեղ սրճարանը լինելու, ամռանն էլ կգանք, ավելի ճիշտ հենց այն ժամանակ կգանք, երբ որ սեզոնը բացվի, արդեն ամեն ինչ բացվի։ Հավես նստեղ էլ ճուտս արդեն սողում է։ Այս սենց նստարանների համար ես ուղղակի խենթանում եմ, այնքան հարմար է իրանց, որ նստում են։ Այսպես նստում ես ու հանգստանում ես։ Ճուտի լավ է կյանք։ Հավես է։ Աշխարհ տղա։ Կամանց։ Լավ կոմի է։ Bravo! Եկանք դեմ,
Միայն ես կմտնեմ, մի քանի բան ունեմ գնելու, կգնեմ, որ աշխատանքային օրերին չմնա, աշխատանքային օրերին չգանք այստեղ Էլսևի այսենց մեծ չափսի բալզամ չկա, ինձ այսենց մեծ չափսի բալզամ է պետք։ Սա հենց տան մոտ է գտնվում ու այստեղ բերել են շուկային բացել, Զատիկի հետ կապված, միքս մարտել էինք մտել, բայց չեմ նկարել հանել, հիմա ցույց կտամ թե ինչ են գնել, ճուտիկիս համար ծողիկ, խոնավանձեռոցիկ, սա էլ է ճուտիկիս համար, իմ մազերի համար գնել եմ մասկա, Էլսևի շուտվանից այս մասկան չի օգտագործել, օմեգա 3 եմ գնել, ճուտիկիս համար այսպիսի համովիկ եմ գնել, քերից էր ինձ ժելե վիտամիններ եմ գնել, մաշկի մազերի և եղունգների համար մեջը ցինկ է պարունակում, վիտամին A, E, C, նիացին, վիտամին B6, B12, բիոտին, ցինկ, սելին, շատ լավ վիտամիններ են։ Շրթունքների մատիտ եմ ինձ գնել, հիմնական համապատասխանել եմ իմ գույների հետ, Essence ֆիրմայի նա 03 համարը և բալզամ եմ ինձ գնել, միշտ ինձ մոտ բալզամն է շատ շուտ վերջանում, կալցիում եմ գնել, քանի որ ունեմ վիտամին D-ի պակաս, վիտամին D-ի պակասի դեպքում կալցիումը օրգանիզմում վատ է ներծծվում, միքս մարտից գնել եմ զեֆիր, բայց այդքան էլ ինքը համով չէ, կանելոնի եմ գնել, ուզում եմ աղացած մսով սարքեմ, կտեսնենք համով կլինի թե չէ, շատ եմ հանդիպել ինտերնետում, այս լավաշն են գնել, բայց սա այդքան էլ մեզ դուր չի գալիս, ապխտած սալմոն եմ գնել, բավականին լավն է, նատախտարի լիմոնադ թարխունի համով և պանիր, սա բացել ենք ճուտս կերել է, այսպիսի կանֆետներ եմ գնել, իմ սիրած կանֆետներից էր Հայաստանում, կոզինաղ, քիչ եմ գնել, որովհետև լինում է, որ իրանք ժամկետն անցած են լինում ու համով չեն լինում, կոզինաղը Հայաստանին չի հասնի։ Մենք դուրս ենք եկել զբոսանքի, ճուտս տանը տենց չէր քնում, դրա համար ասեցի հանեմ դրսում կքիկ, այո, Кёнг, ապրես դեմ պոչի, ապրես, այս պաչիկը ձեզ էր ուղված, հիմա կզբոսնենք, հաստատ կքնի ու կտանեմ տուն, մեզ մոտ ժամը 3-ն է լինում, դեռ ինքը չի քնե, այդ լճից եկանք տուն, տանը փորձեցի, չքնեց, չեր ուզում, ասի դե որ չես ուզում, ուրեմն դուրս կգանք, դուրս է կքնես, մենք մենակ զբոսնում ենք, ամուսինս մի քիչ գործեր ունի, ինքը իր գործերին է նայում, մենք էլ մեր գործերին ամեն մեկս, այդպես սիրելիներս լավ եղեք, ձեզ լավ նայեք, այս արևին մի խապնվեք, գարնանային էլի, ստեղ արև չկա, դա ձեզ տակ պահեք, որ չհիվանդանաք։ Ճուտիկս քնել է, ու մենք էլ արդեն հասնում ենք տուն, սա կհասնենք, լավ էր, քնեց հիմա կտանեմ իրան տուն հանգիստ, ինքը որ սենց քնում է, ես իրան որ տեղափոխում եմ վերև եմ բարձրացնում սենյակ, ինքը հանգիստ քնածել մնում է չի արթնանում, կամ էլ մի քիչ կարթնանակ, էլի կորորեմ կքնի։ Մենք պատրաստ ենք, ճուտիկս այսպես է հագնված տնային, ես էլ կարճաթև կիսալ եմ վրաս, ջինսից տաբատ, նոր մատիտ եմ գնել, DM-ից, այսպես կանգնեմ լույսի մոտ, երևում է, ճուտիս շիշը վերցնենք ու գնանք, արդեն խորովածը, սկզբում բանջարեղեն է կխորովում, վլոգի տնկած ծաղիկները դեռ լավ են, ես էլ թոնիրը իր արդեն վարվում է, ավելի ճիշտ բոցա վարվում է, ես էլ տնկած, այս ելակը ոնց որ իրան լավ չի զգում, շամփուրների վրա միսը արված, սա խոզինն է, այստեղ էլ տակը առանձին գարան։ Հիմա կմաքրեմ խորոված բանջարեղենը, ամբողջը կմաքրեմ, մի հատ կաթսայի մեջ կդնեմ ու կեփեմ,
կարակով եւ սոխով, մի քիչ, շատ չէ, ողջը կեփեմ, որ մնացածը դնեմ սառնարանը։ Սկզբում ջուր մոտս չէի դրել, բայց շատ տաք էին, մատերս վառվում էին, հետո դրա համար ջուրս դրեցի, որ թրջեմ ձեռքերս, այլ այդպես ավելի լավ է մաքրվում։ Ես խորոված սմբուկ շատ եմ սիրում, հենց մենակ սմբուկը առանց ինչ-որ մի բանի, իրան առանց աղանքամ, ինքը այդպես շատ համով է։ Այդ ինչ է ուտում, ջուտի, հələ ցույց տուր ձեռդ։ Հələ ցույց տուր։ Իմ ջուտիկը քեբաբ է ուտում։ Քեբաբ, ասա քեբաբ։ Ես էլ թոնրի խորովածի ծուխը անուշ հոտ է գալի։ Օխ, այս հոտը ձեզ փոխանցեի։ Սա էլ քեբաբն է, կանանչին մեջը շատ է եղել։ Հիմա գիտեք ջուտիս մոտ ինչ շրջան է։ Իրան ինչ հարց տալիս ես, ինքը եթե այդ պահին անում է կամ արել է, ինքը ասում է չէ։ Այստեղ հարցնում են Միլան ուր է, ասում են չէ, չկա։ Ու հարցնում են հաց ուտում ես, ասում է չէ, ինքը հաց չի ուտում այն դեպքում, երբ որ ձեռքն է։ Հիմա իր մոտ ամեն ինչ նա, այդպես է ասում գերմաներեն նայն, նա։ Ջուտիս նոր անձրևային կոշիկները տեսակ։ Այգու համարել են շատ հարմար էս կոշիկները, որ ցեխ է լինում, միանգամից հեշտ մաքրվում է։ Արդեն թոնրի խորովածն էլ է պատրաստ, տեսեք թե ինչքան համեղ տեսք ունեն։ Սիրելիներս, օրը կիրակի էր, հիմա դուրս ենք եկել ջուտիկիս հետ զբոսնելու, տեսեք թե ինչքան մռայլ է մեզ մոտ, այստեղ այնքան հանգիստ են մարդիկ, այնքան խաղաղ են, ընդհանրապես իրանց ձայները չես լսի, թեկուզ որ կիրակի է ու բոլորը տանն են։ Հրահալո կյանք, թաթիկով արա, ապրիս պաչիկներ ես անում դու, հա? Քո անունն ինչ է? Արմին։ Օպերի Արմինը, սիրուն Արմինը։ Արմինը։ Դա լավ քամի է։ Սկզբում այս սպիտակով էի դուրս եկել, բայց ինձ քամի եղավ, միանգամից ասի խնդրեցի երեխուն մի պահ նայեն, արդեն մանկասայլակի մեջ վարկած էր ինքը, նստած էր ինքը, նայեն ես բարձրանամ կուրտկա ցակնեմ, հետա նայեցին, ջուտիկիս էլ մի հատ էլ աջալ բերեցի, ծածկեցի, այսենց աջալով իրոն ճոճկոճոյ կիրա կուրտկայով, թե ինքը խելոք այսենց կնայի, ինքը խելոք, չգիտեմ ինչից է տենց ստացվում, բայց ես հիմա բոլորիդ մոտ է այդպես է, հենց երեխու հետ փոքր խոսում ես, ձենը հետա կզբոսնենք, ու կգնանք տուն, լավ եղեք, մեր զբոսանքի արդյունքը ջուտս քնել է, այն ծուխը տեսնում եք, խորովածի ծուխն է, ամբողջ այս փողոցով տարածվել է, հիմա ջուտիս կտանեմ տուն, կհանեմ, կբարձրացնեմ, որ քնի։ Մենք եկել ենք այն սենյակ, որտեղ հիմնականում ես պատրաստվում եմ, այնտեղ ջուտիկս շորերի հետ է խաղում, լվացքի մեքենան լցնում է, դատարկում է, չգիտեմ, քանի ինքը զբաղված է ու խաղում է։ Մենք կպատրաստվենք, գնալու ենք, քանի որ կիրակի է, կգնանք այգի զբոսնելու, չգիտեմ, մազերս երևի չեմ թափի, կկապեմ, ինձ թվում է, կկապեմ, որ հանկարծ չխանգարի ու քամուցել, չգզգզվի, այստեղ մատիտս եմ ման գալիս, 3 DM-ից մատիտ է ինձ գնել, հələ գնամ սենյակում նայեմ, եթե այնտեղ լինի, վերցնեմ, որ կսեմ, այսօր արդեն կսել էի, ես միշտ նույն գույների մեջ եմ առնում, որովհետև ինձ այդ գույները սազում են, ինձ ավելի շատ սառը գույներ են սազում, գնամ գտնեմ ու գամ։ Այսինքն սապրանքանիշի մատիտն եմ գնել, հիմա կօգտագործենք,
Տինտ եմ օգտագործում, ես սովորական տինտա Wildberries-ից պատվիրած։ Եթե չեմ սխալվում, ես գույնը չէի կարող ընտրել, ինքը գույնը ավտոմատ է գալիս։ Այս տինտը շատ եմ սիրում, բայց առաջին տինտս է, ընդհանրապես։ Խաման։ Ու դեմից նորից գնված։ Նույն ապրանքանի շայնսսի չի նկատել։ Lip oil-ը, այսի յուղը, դա եմ օգտագործում։ Ես չգիտեի, որ փաստորեն սա յուղ է։ Երկար էր մնում շրթունքներից, քանց մնացած ծանրվեմ կկապեմ, բարձր ու կհյուրայից փորձում եմ իմ ճուտեկին սովորացնեմ գարշոկի, չգիտեմ ինչքանով մոտս կհաջողվի արդյոք թե չէ, բայց հիմա իր հակը պամպերս չկա, դեռ շատ մի ժամանակ էլ իրան օրը մոտ 1 ժամ ես իրանց առանց պամպերսի էի թողում, որ ինքը սովորի առանց պամպերս մնալ։ Հիմա պետքա սովորացնեմ, որ այդ դեպքում երբ որ ինքը անի, որտեվ չեմ ինքը երբ ա ունենի։ Հենց անելու լինի, ինձ ասի։ Մենք արդեն այգում ենք։ Մարդ չկա այստեղ։ Ճուտս հանգիստ կվազվզի, փակ այգին, ընդհանուր 4 կողմն էլ փակ է, հանգիստ կվազվզի։ Այդ առումով հանգիստ ենք, որ ինչ-որ մի բան չի լինի։ Ես ճոճորվել է, ես չի ուզում, ինձ ստիպեցին, իմ մոտ միշտ ունես տպավորությունն է, որ ես սպարկեմ ես դրա վրա, ինքը կպոկվի, դրա համար չեմ ճոճորվում հիմնականում սենց ճոճորաններում, ինչքան էլ որ ստիպել են, շատ էլ դուրս եկել է։ Թռի։ Ուրա, բերանդ միջև հիմա պոպոքնա։ Մենակ մի հատ մինուս ուներ այս այգին, մարդիկ բերելին իրանց տան աղբը հենց այգու մեջ շաղ էին տվել, բառից բուն իմաստով, այստեղ անգամ փողոցներում չկա այդպիսի կեղտ, այգի մտնելուց գրված էր, որ աղբը չբերել և չթափել, քանի որ խառը աղբը վճարովի է, այստեղ մարդիկ հեշտ տարբերակ են գտնել չվճարելու համար, բերել ու այգում թափել։ Ապա Ես մինչև նկարահանել է, այստեղ փորձեցի, մի անգամ կարողացա գնամ մինչև վերջ, ասեցի նկարահանեմ ձեր համար, իսկ ինչ եք կարծում, ինձ մոտ կստացվի մինչև վերջ գնալ տեսանյութով, եք մեկնաբանություններում։ Նստի պապան նկարում Անստեղ նստի Միդ նստի Անստեղ այստեղ Անստեղ նայից սիրում նկարեղա Դու նստի Մեծ տողուպս նստած էիր, արի նստի, պապաներ ա նստում, արի
Գիտեք, ես ընթացքում ինչքան որ մոտս չէր ստացվում, ինչքան կպչուն մտքեր էին մոտս գալիս, որ չէ, ջինսես հագե չի լինի, մի արա էլ, կոշիկներդ հարմար չեն, մի արա էլ, դե արդեն մեծացել ես, էլ չի ստացվի մոտդ մի արա էլ, կամ չես տենում, որ ինքը արդեն հին է, հաստատ իրար մեջ է պատճառը, որ քո մոտ չի ստացվում, բայց դրա հետ մեկտեղ իմ մեջ ահա որ մեծ համառություն կար, որ ես սա պետք է անեմ, իջև չանեմ, ես ըստեղից չեմ գնա։ Stig. Stig. Eso va. Ova. Esi? Esi? Այստեղ նստի հələ, նստի։ Հոպ, ստացվեց։ Ջուտիկ, լավ է, հա, բայց միջև հիմա բեան տա։ Կարևորը դու ճիշտ ես, չէ՞ ասում մամային։ Հա։ Լավ ուզմա հանի։ Նա։ Կազես մամայի հետ հետո։ Նստես։ Գեղեցիկ Մարիամուտն էլ տեսանք, ճոճորվեցինք Մարիամուտին նայելով։ Ճուտիս համար բոքս էի վերցրել, մեջը մի քիչ ուտելիք, որ այգում սովածանա, միանգամից բոքսից ուտի։ Իրա սիրած բաներն էի վերցրել, խաղող, ընկույզ, նուշ կար, էլ չեմ հիշում ինչ կար։ Մայրամուտը արդեն մեզ մոտ։ Այս սեղանի մոտ բարձրանալը շատ անհարմար է, բայց քանի որ ճուտիկը սիրում է, դրա համար գնալուց առաջ կբարձրանանք ինքը սահի, նոր կգնանք, ոչ աշճան կա, ոչ է ինչ-որ բռնվելու փայտ կա, չգիտեմ ինչի են այդպես արել, տարիքով մեծ երեխաների համար շատ հարմար կլինի, բայց քանի որ ճուտս դեռ փոքր է ու հաստատ ինքը մենակ չի կարող բարձրանալ, մենք իրեն կօգնենք, մինչև ինքը մեծանա ու ինքնուրույն կկարողանա։
Մի քիչ վերարկուն պահում է, դժվար է կարողանում սահի։ Նավեր։ Մենք ընկել ենք անտառ, կարող եք իմանալ ինչի, ջուր բերելու։ Մենք շուշուտ չենք գալիս այստեղ, բայց տան անդամները շատ շուշուտ են գալիս այստեղից ջուր վերցնելու։ Անգամ այստեղ կաֆեի տերերներն են գալիս ջուր վերցնելու, որովհետև այս ջուրը առանց քալքի է ու ապարատները չեն փչանում այս ջրից։ Սարի ջուր է մաքուր։ Միքս մարտից կանելոնի էի գնել, հաճախ էի տեսնում սրանցով բաղադրատոմսեր, դրա համար որոշեցի գնեմ ու պատրաստեմ մի օր ու օրը եկել է։ Չգիտեմ, առաջին անգամ եմ այսպիսի մակարոններ պատրաստում, համով կստացվի ինձ մոտ թե չէ, բայց հուսանք համով կստացվի։ Մսով բաղադրատոմսը YouTube-ով եմ տեսել, իսկ տոմատովը Pinterest-ով եմ արդեն նայել։ Այստեղ գնում է չերի լոլիկ, լավ կլիներ պարմեզան պանիր, բայց սովորական պանիր է, թերած բազիլիկ է, կանանչին, մի քիչ ծիծապտղի յուղ, սխտոր, աղ եւ սև պղպեղ։ Սա էլ միսն է։ Միսը սոխ, սխտոր, կանանչի։ Լցոնում ենք այսպես, տակը սոուսն ենք քսում, սոուսը տոմատի սոուս, սերուցք, սխտոր, մի փոքր պանիր, բազիլիկ եւ հարում ենք։ Ես բլենդերով մի քիչ հարեցի ու սերուցքը պնդացավ։ Քերած պանիր ենք լավ լցնում ու դնում ջեռոցը։ Բերանը անպայման փակում ենք, որ եփվեն մակարոնները։ Դա տոմատովն է, բանջարեղենայինն է, մսովն է։ Հիմա երկուսն է կտեղափոխեմ ամանին, կտեսնենք որն է համով ստացվի։ Ես չկարողացա, ես շատ նորմալ տեղափոխեմ ամանի վրա։ Հիմա փորձարկենք։ Սա տոմատով, տոմատն է վերցնենք, սա տոմատովն է, լավ տոքանքը, անկեղծ շատ համով է, ինքը շատ համով է ստացվել, ու սոուսի մեջ էր բազիլիկ գնում, միսը իմ կարծիքով կլինի բոլոնեզ եմ ասում, Այն ինչ էր, որ տափակ բաներով են սարքում։ Լազանիայի նման կլինի։ Wait. Համուվա։ Բայց ինձ ավելի շատ, ինչքան էլ որ ես մսակեր եմ, ավելի շատ չերի լոլիկ եւ մացառլա շատ դուրս եկավ, բայց սա էլ է համուվ։ Մեզ մոտ ժամը 3-ն է, դուրս ենք եկել զբոսնենք, ճուտիկս արդեն հաստատ կքնի, շուտ էր ուզում քներ, միջև վերջացրեցի, մի քիչ կզբոսնենք, ինքը արդեն կքնի ընթացքում ու քնած կտանեմ տուն իրան, դե ինձ սիրելիներս այսօր այսքանը, եթե դիտեցիք միջև վերջ այս տեսանյութը դրեք ձեր լայքերը, գրեք մեկնաբանություններ, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։